Ջերմուկի քաղաքային հյուրանոցն է, սովետական տարիներին կառուցված առաջին հյուրանոցներից մեկն է, որը բազմաթիվ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից։ Սովետական միության փլուզումից հետո այն չի շահագործվել։ Շինության դիրքն ու հյուրանոցից բացվող գեղեցիկ տեսարանի շնորհիվ որոշվեց կրկին շահագործել համալիրը։ Այժմ շենքը նորոգվում է։ Շինարարությունը սկսվել է 1 տարի առաջ, հյուրանոցը շահագործման կհանձնվի 1.5 տարի հետո։ Նորոգված առողջարանային հյուրանոցային համալիրը կունենա 88 սենյակ 180 տեղով, մոտ $1 միլիոն գումար կծախսվի շենքի նորոգման վերազինման համար։ Հյուրանոցը կունենա նոր լողավազան եւ մարզադահլիճ։ Կաշխատենք, որ 16 թվականի վերջում ավարտենք։ Ջերմուկում հյուրանոցային համալիրների կառուցման ոլորտում մրցակցություն է։ Այս տարվա ընթացքում շահագործման հանձնվեց Hyatt Palace-ը, հիմա էլ վերազինվում ու շուտով շահագործման կհանձնվի Մոսկվա առողջարանը։ Ունենալու են տաղավարներ։ Արփա գետին զուգահեռ մոտ 2.5 կիլոմետրի չափով ջերմուղի կկառուցվի ու կհասնի մինչև ջրահարցի վարսերին կամ Ջերմուկի ջրվեժին։ Ջերմուկ քաղաքի տուրիստական գոտում կառուցվող հիդրոէլեկտրակայանը պետք է տարբերվի մյուսներից։ Կառուցապատողն իր առջև խնդիր է դրել՝ հեկի շենքը կառուցել պահպանելով քաղաքի ճարտարապետական դեմքը։ Լրիվ համապատասխանում է, համաձայնացվել է քաղաքապետարանի հետ, անձամբ քաղաքապետի հետ։ Մինչև ջրհավաք նոր տուրիստական գոտում մոտ 120 նստարան եւ աղբամաններ կտեղադրվեն։ Ջերմուղին կլուսավորվի, արփայից հեկին միացող խողովակն էլ կանաչապատվելու է, համահունչ է լինելու տուրիստական գոտու պահանջներին։ Ստեղից խողովակաշարով գնում է դեպի շենք։ Ձախով է լինելու է այդ ջերմուղին, որը ասում էին, եւ միանալու է ջրվեժին։ Հեկի կառուցման շինարարությունը սկսվել էր մոտ 1.5 տարի առաջ։ Կես տարի հետո ջերմուկը կունենա 2.8 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան։ Պայմանագրերն արդեն կան, արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի հեցին։ Մոտ $1 միլիոն $800,000 ներդրում, 4 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Մարտիրոս գյուղի բարձունքներից ջուրը հասցնում է Որոնցովի փոքր հիդրոէլեկտրակայանին։ Ջրավակ ավազանից խողովակը ուղիղ գծով փորվել է իջել մինչև ստեղ 800 մմ հաստությամբ խողովակ։ Այս տարվա հուլիսի 1-ից շահագործման հանձնված փոքր հիդրոէլեկտրակայանի հաշվարկային հզորությունը 4000 կՎտ է։ Տուրբին գեներատորներն էլ տեղական արտադրության են։ Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվում է հայկական էլեկտրացանցերին։ Վարանցով փոքր հիդրոէլեկտրակայանում այս պահին աշխատում է մոտ 10 մարդ։ Առաջիկայում այս տարածքներում նախատեսում են հիմնել ընկույզենու այգիներ եւ քարի արտադրամաս։ Իսկ Մարտիրոս համայնքի բնակիչները հնարավորություն կունենան այստեղ աշխատել եւ ունենալ մշտական աշխատանք։ Եվս մեկ հեկ, սա էլ ZDA-ի տարածքում։ Գարնանային վարարումների ժամանակ արփա էներգիա հեկն աշխատում է իր ամբողջ հզորությամբ ու 1.8 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա է արտադրում։ 2016-ին կսկսվի շինարարությունը եւ հեկի հարևանությամբ կտեղադրվի 1.2 մեգավատ հզորությամբ երկրորդ գեներատորը։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։